Բարև բոլորին, այսօր խոսելու ենք բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, երբ վերաերթի են ենթարկվել 7 զինծառայող, որոնցից մեկը մահացել է։ Ցավակցում եմ մահացածի հարազատներին, իսկ մնացածին մաղթում եմ շուտապույտ ապաքինում։ Հիմա բուն թեմայի վերաբերյալ։ Բոլորիս մոտ հարց է առաջանում, թե ինչ գործ ունեին զինվորները այդ ժամին Զորամասից դուրս գտնվող տարածքում։ 4 տարի լինելով պաշտպանության նախարարության զինծառայող, 2 տարի պայմանագրային եւ 2 տարի պարտադիր ժամկետային զինծառայող, ես բավականին տեղեկացված եմ, թե ծառայությունից, թե ինչպես այդ ամեն ինչը կազմակերպվում եւ այլն, եւ հետեւաբար ինձ թույլ եմ տալիս անդրադառնալ այս թեմային։ Խոսակցություններ են պատտվում, որ զինվորներին հագցրել են հակագազեր, հանել են վազացնելու, այդպիսով փորձելով նրանց պատժել։ Նման պատժամիջոց բանակում կա, ճիշտ է, ես դրա միջով չեմ անցել, բայց իմ ծառայության ժամանակ եղել են դեպքեր, որ նմանատիպ տարբերակով զինվորներին այս կամ այն արարքի համար պատժել են։ Բայց դա արվել է Զորամասի տարածքում, այսինքն զինվորներին չեն հանել փողոց, տրաս ու վազացրել այնտեղ։ Դրա համար գոյություն ունի Զորամասի տարածք։ Այնպես չի, որ իմ ծառայության ընթացքում մենք Զորամասից դուրս չենք եկել եւ Զորամասից դուրս չենք վազել։ Վազել ենք, բայց դա եղել է 3 կիլոմետրանոց կռոս։ Քանի որ Զորամասի տարածքը թույլ չէր տալի այդքան հեռավորությունը վազել Զորամասի ներսում, մենք ստիպված էինք լինում այդ 3 կիլոմետրանոց կռոսը վազել Զորամասի տարածքից դուրս։ Երբ մենք Զորամասից դուրս էինք գալի վազելու, մենք դուրս էինք գալի սովորական ճանապարհ, երթևեկելի ճանապարհ, որտեղ կային մեքենաներ։ Հետևաբար մեր անվտանգությունը այդ պարագայում պետք է ապահովեր, ինչը եւ արվում էր։ Մեր դիմացից եւ մեր ետևից գալիս էին սպաները մեքենաներով, որպեսզի կալոնայի անվտանգությունը ապահովի։ Իսկ ինչը վերաբերվում է ուշ ժամերին վազելուն, դա շատ հազվագյուտ էր պատահում, իսկ եթե անգամ պատահում էր նման օրինակ, ասենք, պատժելու տարբերակով, այդ ամեն ինչը կազմակերպվում էր Զորամասի տարածքում։ Իսկ այս դեպքը խոսում է բանակում բացի թողի վիճակից, որովհետև այդ ժամին զինվորը եթե անգամ պատժվում է եւ պետքա վազի, վազում է Զորամասի տարածքում եւ ոչ Զորամասից դուրս։